կուզենայի առանձնացնել լրագրողների աշխատանքը եւ ուրախությամբ նշել, որ լրագրողները ցույց տվեց փորձը, որ բավականին ակտիվ են եւ մշտական ընտրություններում լինում են գլխավոր դերակատար, այսպես ասած, եւ նույն ընդդիմության շատ ներկայացված տվյալներ եւ որոնք այսօր փորձում են վիճարկել համանդրական դատանում, վերցված են հենց լրագրողների արձանագրած նյութերից, որովհետեւ լրագրողները առավել անկաշկանդ եւ առավել գիտակցված էին մոտենում իրենց աշխատանքին ու կարողացան բազմաթիվ ընտրախախտումների փորձեր եւ կանխել եւ նաեւ արձանագրել թե ինչ է տեղի ունենում։ Ես կուզենայի նաեւ խոսել հենց կոնկրետ մեր օրինակով, մեր հետաքննության օրինակով, ինչ էինք մենք ցանկանում անել, որովհետեւ այս ընթացքում շատ է խոսվում, որ ինչ էինք ուզում անել, երբ որ գնացիք ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարեցիք։ Ուրեմն մինչ այս Հայաստանի բոլոր ընտրություններից առաջ մշտապես խոսվում է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, մեկը մյուսի փոխարեն քվեարկում է, գնում են անվերահսկելի մթնոլորտ է եւ այլն, բայց որևէ անգամ որևէ կոնկրետ փաստ չի ներկայացվում, թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունենում, մենք ընդհանրապես փորձեցինք մեր օրինակով հասկանալ, հնարավոր է արդյոք մի ուրիշի փոխարեն գնալ եւ քվեարկել, հատկապես ID քարտերով, որոնց մասին դիմադիր ուժերը բարձրաձայնեցին եւ ասացին, որ դրանք լրացուցիչ կեղծիքի առարկա են դառնալու եւ հնարավորություն են տալու կրկնակվեարկության ու կարուսելի այդ ինստիտուտի զարգացմանը։ Եվ մենք շատ հեշտությամբ կարողացանք մեր լրագրողին գործուղել ընտրատեղամաս, որը գնաց եւ քվեարկեց ուրիշ մարդու ID քարտով, հաջողեց այսինքն քվեարկել, բայց ինքը չկատարեց։ Որ ընտրատեղամասում չեմ հիշում։ 13, հա։ Այսինքն ուրիշի քարտը ներկայացրեց, իրան տվեցին քվեաթերթիկ եւ ինքը արձանագրում մի հատ հրավիրեիք համապատասխան մարդկանց, արձանագրություն կազմեն։ Կազմել են։ Հա։ Ահա, կազմել են։ Որը մի հատ նշենք, հա, ասեք մի հատ։ Որը ընտրատեղամասն է։ 13 թե 12։ Թեև չէ, կոնտրոլ։ Շևչենկոյի դպրոցում։ Ով է քվեարկել ազգանունով է։ Քվեարկողը եղել է Տաթև Հարությունյան, բայց ID քարտը Թագուհի Թովմասյան։ Հիմա ես ինչի վրա եմ ուզում կենտրոնանալ, մեր շատ լրագրողական կազմակերպություններ, ովքեր որ անհանգստացած էին, երբ որ գլխավոր դատախազությունը այս գործի մասով միջալոցակրական գործ է հարուցել արդեն, այս առիթով հա։ Շատ լրագրողներ անհանգստացած էին, որ այնուամենայնիվ կկոտրվի այս ամբողջ process-ը լրագրողների գլխին եւ կասեն, որ դու ուրիշի փոխարեն քվեարկել ես, ինչը նշանակում է, որ պատժում է տուգանքով կամ ազատազրկման 2-ից 3 տարի ժամկետով, բայց ես ուզում եմ ուղղակի պարզաբանել, որովհետեւ ընտրական օրենսգիրքը նախատեսում է 65 հոդվածը, որ քվեարկությունը իրականացվում է 3 փուլերով։ Վերցում են քվեաթերթիկը, մոտենում քվեախցիկին, այնուհետև այն տեղադրում տուփի մեջ։ Մեր լրագրողը միայն կատարել է այդ փուլերից մեկը, այսինքն միայն վերցրել է քվեաթերթիկը, որը իրեն տվել է հանձնաժողովի ներկայացուցիչը։ Քվեաթերթիկի վրա նշում չի արել ոչ այո, ոչ, այլ գրել է հանուն լրագրողական հետաքննության նախապես պլանավորված բառերը, այնուհետև իր հետ բերել է խմբագրություն քվեաթերթիկ, այսինքն նույնիսկ չի նետել արկղի մեջ։ Սա նշանակում է, որ մեզ մեղադրել ընտրական օրենսգիրքը խախտելու եւ ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ, մեղմ ասած չի ստացվի, որովհետեւ մենք քվեարկություն չենք կատարել։ Եվ քվեարկություն չենք կատարել մեր կամքով, ոչ թե չի ստացվել։ Եթե մենք ցանկանայինք, կկարողանայինք հանգիստ այդ տեղադրել, հենց մեր հետաքննության իմաստը դա էր, որ հասկանանք հնարավոր է թե ոչ, պարզվեց, որ հնարավոր է։ Ես ընդհանրապես կցանկանայի այս մասով փառատել իմ գործընկերների կասկածները եւ որպեսզի առավել արժանահավատ լինի իմ ասածը, կուզեի մեջ վերել նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տված հարցազրույցի այս մասով, որը որ հայտարարել էր, որ չկա այդպիսի մեղադրանք եւ չի կարող լրագրողին առաջադրվել մեղադրանք, այն պարզ պատճառով, որ լրագրողը չի իրականացրել քվեարկություն։ Եվ ուրախություն մեզ, process-ները գնում են հենց այդ ուղղությամբ, որ քանի որ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ոչ թե ապօրինի քվեարկություն կամ քվեարկության փորձի մասով, այլ քվեարկության օժանդակելը, ուրիշի փոխարեն քվեարկության օժանդակելը։ Եվ այստեղ ուզում եմ տեղեկացնել նաև, որ քվեարկության օժանդակողը ըստ էության եղել է օրինաց երկիր կուսակցության ներկայացուցիչը, որը այդ պահին հնարավորություն է տվել մեր լրագրողին ստորագրել ուրիշի անվան դիմաց եւ ստանալ քվեաթերթիկ։